Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի շրջանակներում հանդիպումների շարքը։ Այսօր հանդիպում ենք ունենալու CVKM լրատվականի լրագրող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վոլոդիա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիդ, հատկապես նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ։ Ա, Այսօր, քանի որ մի քանի թեմա ունենք անդրադառնալու եւ ժամանակն էլ շատ մեծ չի, շատ երկար չի, թեմաները ինչպես արդեն պայմանավորվել են հիբրիդային պատերազմ, մեդիա մանիպուլյացիաներ եւ չորրորդ հանրապետություն, ես կփորձեմ այս թեմաների մասին շատ կարճ իմ բացման խոսքի նման մի բան ասել, հետո եթե ավելի գտնում եք, որ ճիշտ կլինի հարցերով անդրադառնանք այդ թեմաներին, որովհետև գուցե բաներ ասեմ, որոնք անհետաքրքիր լինեն կամ այդ հարցերի պատասխանները դուք իմանաք, անիմաստ չլինի մեր զրույցը, ավելի լավ կլինի հարցերի միջոցով փորձենք թեմաներին անդրադառնալ։ Կարճ ասած, հիբրիդային պատերազմը երևի բոլորս գիտենք թե ինչ է ու շատ կարիք չկա կենտրոնանալու ու կարծում եմ նաև կոնսենսուս ունենք այն իմաստով, թե որ պետություններն են մեր դեմ օրինակ վարում այդ հիբրիդային պատերազմ կոչվածը եւ սա ամենևին էլ կարծում եմ դիրքորոշում չի կամ գնահատական չի կամ ճաշակի հարց չի, դրանք փաստեր են, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է Ռուսաստանը եւ Ադրբեջանը ու իրենց սատելիտները հնարավոր է միգուցե միանում են այդ գործընթացին, այդ գործողությանը Եվ ինչ է հիբրիդային պատերազմը, հիբրիդային պատերազմը ըստ էության պատերազմի մի ձև է, որտեղ կողմերը իրար դեմ պատերազմ չեն հայտարարում եւ ռազմական գործողություններ չեն տեղի ունենում, այլ դա տեղի ունենում մեդիա մանիպուլյացիաների եղանակով, չգիտեմ, տնտեսապես ճնշելով դիմացի կողմին կամ քաղաքականապես ազդելով, ներքաղաքական միջամտություններ իրականացնելով եւ այլն։ Իսկ այսպիսի գործողություններ Հայաստանի դեմ անում է հիմնականում Ռուսաստան եւ Ադրբեջանը եւ պարզ է, չէ՞ որ մի բանի մեջ եթե պատերազմ բառը կա, արդեն դրանք չէ խոսում բարեկամական հարաբերությունների մասին եւ այն մեր ընդդիմադիր գործընկերների են հայտարարությունները, որ այ մեր ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները վատթարացրեցին եւ այլն, դա ուղղակի ի բնե սուտ է ու անտրամաբանական, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմը, որ վարվում է Հայաստանի դեմ, ոչ ոք չի կարող ուղղակի երկել, դրանք փաստերով ապացուցված են։ Հետևաբար, եթե մի երկիր մեր դեմ պատերազմ է վարում, ոնց կարելի է ասել, որ նա ռազմավարական գործընկեր է եւ շատ կարեւոր մի նյուանս եւս, նենց չի, որ քաղաքացիական պայմանագիրը կամ անձամբ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում կամ չի հանդիսանում մեր ռազմավարական գործընկերը։ Մենք շատ կուզեինք, որ Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր ունենայինք, եթե ինքը իրեն պահեր ռազմավարական գործընկերոջ նման, բայց դա մեր մեղքը չի, որ օհո, Ինչ ալո, որ խնդիր կա։ մի վարքան, Ահա։ всё, եղավ, բայց դա մեր մեղքը չի, որ Ռուսաստանը տենց է իրան պահում։ Հաջորդ այդպիսի քայլեր իրականացնողը մեր դեմ Ադրբեջանն է հասկանալի արդեն պատճառներով, որովհետև մենք նաև տակ պատերազմ ենք ունեցել, տակ փուլ ենք ունեցել պարբերաբար։ Իսկ ինչպես են մեր դեմ գործում հիմնականում մեդիա գործիքներով, դա Ադրբեջանը եւ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը նաև տնտեսապես, նաև քաղաքականապես ներողություն դա մեդիա հիբրիդային պատերազմի մասով եւ առաջիկայում է 2026 թվականի ընտրություններն է, գիտեք, եւ այնտեղ եւս ես կարծում եմ, որ Ռուսաստանը անմասն չի մնա այս պատերազմի, որպեսզի ինքը միջամտի մեր ընտրություններին, այնտեղ հիմնական գործիքները, որ կիրառի կարծում եմ կլինի միայն մեդիա մանիպուլյացիաների ուղղությամբ, դժվար ինքը տնտեսապես փորձի ինչ-որ բաներ անել, բայց քաղաքականապես հաստատ կփորձի, քաղաքականապես եւ մեդիա ոլորտով եւ այդ մեդիան ընդհանրապես եւ քաղաքական ընդհանրապես չեն դադարել երբեք այս տարիների ընթացքում Հայաստանի ներսում տարբեր քաղաքական կուսակցությունների, դերակատարների, ռուսական կազմակերպությունների միջոցով է փորձել ազդել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա,
ընտրությունների վրա եւ 21 թվականին եւ հատկապես 26 թվականին կարծում եմ կփորձեն եւ մեդիայի միջոցով դա արդեն բացահայտ այնքան բացահայտ են անում, որ ընդդիմադիրները անգամ չեն կարող հերքել, դա անվում է նաեւ պետական հեռուստատեսությունների միջոցով, էթնիկ հայերի միջոցով եւ այլն։ Չորրորդ հանրապետությանը անդրադառնալով դա մեր կուսակցության քաղաքացիական պայմանների կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում մենք հրճակել 4 հանրապետության հրճակման հաստատումը հրճակելու ռազմավարական անելիք, այսինքն դա մեր կուսակցության ռազմավարական անելիքն է լինելու առաջիկայում 4 հանրապետության հաստատումը, ինչ է նշանակում 4 հանրապետություն եւ ինչպես է ավարտվում 3-րդ հանրապետությունը, դե յուրե, եթե դե յուրե անդրադառնանք, դե յուրեն էլ է այստեղ կոպիտ ասված, որովհետև որևէ փաստաթուղթ չկա, որտեղ գրված է առաջին հանրապետություն, երկրորդ, երրորդ, հիմա մենք գրում ենք չորրորդը, բայց պայմանական դե յուրե ասվածը կլինի օրինակ չէ, կլինի նոր սահմանադրության ընդունումը։ Իսկ գաղափարական տեսանկյունից 4 հանրապետությունը արդեն մենք ապրում ենք այդ հանրապետությունում, բայց մնում է դա հաստատենք, հա։ Իսկ երբ է այդ 4 հանրապետությունը սկսվել, դա տեղի ունեցել օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից հետո, երբ Հայաստանը վերջնականապես արդեն ստորագրեց մի փաստաթուղթ, որով արդեն մենք փակեցինք 3-րդ հանրապետության էջը, բացվեց 4-րդը, իսկ ինչու փակվեց 3-րդը, որովհետև այն հիմնված էր հիմնականում կոնֆլիկտի տրամաբանության վրա, ես հիմա կանադարում եմ հղումներ էլ կանեմ, որպեսզի հասկանաք թե ինչի մասին է խոսքը, իսկ 4-րդը լինելու խաղաղության տրամաբանության վրա հիմնված հանրապետություն, 2023 թվականն էր կարծեմ, երբ Երևանի ընտրություններն էր, եթե չեմ սխալվում Երևանի ընտրություններն էին, կամ դրանից մի առաջ ինչ որ ընդդիմադիր հանրավակներից մեկի ժամանակ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հայաստանը ստեղծվել է 91 թվականին Ղարաբաղի կոնֆլիկտը սպասարկելու վրա։ Այդպիսի նման միտք արտահայտել նաև Էդգար Էլբակյանը, որը հանրապետական թևի, հա, գաղափարական իդեալոգներից է, հա, եւ իսկ Հանրային Թևանյանը քոչանական իդեալոգներից է։ Ուզում ասեմ, մեր երկու նախկին նախագահների թևերն էլ այս տրամաբանությունը առաջ են տանում, որ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ հանրապետությունը ստեղծված է եղել Ղարաբաղի կոնֆլիկտը սպասարկելու վրա։ Եւ եթե չկա Ղարաբաղի կոնֆլիկտը, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունը անիմաստ է։ Մենք համաձայն չենք այդ մտքի հետ, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն անիմաստ է ու փակելով այդ գաղափարը, այդ թեզը, այդ հիմքը, որի վրա ստեղծվել էր երրորդ հանրապետությունը մեր պետության, ստեղծում ենք 4-րդը, որը ստեղծված լինելու արդեն խաղաղության, հարևանների հարաբերությունների կարգավորված լինելու ավելի ճիշտ եւ ընդհանրապես բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականության վրա սա 4 հանրապետության գաղափարական բանն է եւ եթե հիմա այստեղ կանգնեմ, եթե հարցեր կան, գուցե փորձենք այդ ճանապարհով գնալ, կարծում եմ տենց ավելի արդյունավետ կլինի։ Շատ լավ, նրանք ովքեր հարցեր ունեն, խնդրեմ իրենց ձեռքը բարձրացնեն եւ տան հարցերը։ Լևոն ջան, լսում ենք քո հարցը։ Բարև ձեզ, ես Լևոն եմ Աբրահամյան, կներեք կամերաս չեմ կարող միացնել, որտեղ տրանսպորտի մեջ եմ գտնվում ու Երևանում չեմ։ Եվ երկու հարց ունեմ, նախ ուզում եմ ասել, որ պարոն Հակոբյան, ես ձեզ երկար ամիսներ կարելի ասել հետևում եմ, ընդհանրապես ձեր հրապարակումներին, եւ առաջին հարցս այսպեսին է, ինչքան էլ որ նշեցիք 4 հանրապետության հետ կապված, նոր հանրապետությունը հիմնականում, նու դա եկել է դեռ Բոնապարտի ժամանակներից, ձևավորվում է այն ժամանակ, երբ որ մենք ընդհանրապես պետությունը անջատվում է բռնատիրական կամ ուրիշ երկրի ազդեցության ուժից։ Հիմա փաստացի, որ դուք նշեցիք, որ դա եղել է օգոստոսի 8-ը, դա եղել է ուղղակի նույնիսկ ոչ թե պայմանագիր, այլ համաձայնագիր, եւ դրանով ոչ մի գործնական բան դեռ չի եղել։ Արդյոք կոռեկտ է դա համարել նոր պետության սկիզբ, եւ երկրորդ հարցը էլի նշելով, որ ես ձեզ շատ ամիսներ հետևում եմ, ուզում եի հասկանալ ինչ քաղաքական նպատակներ է այն, որ դուք կներեք մի քիչ անձնական հարցը կենտրոնացել եք Էդմոն Մանուկյանի վարած քաղաքականության վրա ու երկար ժամանակ է արդեն կարելի ասել քաղաքապես հետապնդում եք իրեն, ուղղակի հետաքրքիր էր, շնորհակալ եմ։ Շատ լավ, երևի առաջին հարցից
սկսեմ ընդհանրապես ոչ միայն բռնատիրական հասարակարգից անջատվելուց հետո են հանրապետությունները սկիզբ առնում, դա տեղի ունենում օրինակ երբ պետությունը մի կառավարման ձևից անցնում է մյուս կառավարման ձևի, դա էլ է տարբերակ, այսինքն եկած բետոնյա բաներ չկան էլի, որ եթե այսպես բանը տեղի ունենում, նոր մենք անցնում ենք մյուս հանրապետության ձևավորմանը, եթե այդպես առաջնորդվեք նաև դրան, որ օրինակ երկրորդ հանրապետություն ասելն էլ խորհրդային հանրապետությանը դժվար է, որովհետև ըստ էության մենք օկուպացված ենք եղել այդ ընթացքում, ոնց ենք այդ օկուպացիային կոչում երկրորդ հանրապետություն, այսինքն դա այդպես միանշանակ չի, ես նշեցի գաղափարական բանը, թե ինչի վրա էր հիմնված երրորդ հանրապետությունը եւ ինչու ստեղծվեց եւ այնպես չի որ էլի բանա մենք որոշեցինք եկեք ջնջենք երրորդ հանրապետությունը ստեղծենք չորրորդը ոչինչ չի ջնջվում ուղղակի մի փիլիսոփայությունից մի գաղափարական բանից մի հենման կետից պետությունը անցնում է ուրիշ բանի վրա եւ այդտեղ է լինում բաժանումը, հա, երրորդի ու չորրորդի, բայց ոչ երբեք ջնջումը, վերացումը կամ եւ այլն, որը նաեւ շահարկվում է, հա, ընդդիմադիր դաշտում, երբ որ եկեք ջնջեք, փաստորեն ձեր պատապալումները, կորուստները, չգիտեմ ինչը։ Բնավ ոչ։ Այսինքն ես արդեն նշեցի թե հա եւ օգոստոսի 8-ին թե ինչ ենք մենք ձեռք բերել որ ըստ էության ոչ մի բան ձեռք չենք բերել եւ եկեք տեսեք ինչ բան է եղել եւ ես փաստաթղթերի որևէ անուն չտվեցի չասեցի պայմանագիրը ստորագրեցինք որ դիմա ուղում եք ասում եք համաձայնագիր ես ասեցի փաստաթղթերը ստորագրված դրանք եղել են ըստ էության այդ կետը որտեղից սկսվել է բայց ես ընդհանրապես համաձայն չեմ որ մենք նյութական ոչինչ ձեռք չենք բերել որովհետեւ եկեք նայենք թե մենք տարիներ առաջ 2-3 տարի առաջ ինչի մասին էինք խոսում, ինչ ակնկալիքներ ունեինք ու հիմա ինչերի մասին ենք խոսում ու ինչ ակնկալիքներ ունենք։ Մեկ, երկրորդը ես ես խորհուրդ կտամ գնալ ներքին հանդ գյուղ Սյունիքի մարզում եւ այնտեղի ապրող մարդուն հարցնել գետնի վրա բան փոխվել է օգոստոսի 8-ից առաջ ու հետո օգոստոսի 7-ի իրավիճակը թող նկարագրեն իրենց բնակավայրի եւ օգոստոսի 9-ի իրավիճակը ես ձեզ վստահեցնում եմ որ ռադիկալ տարբեր իրավիճակներ են հետեւաբար մենք գետնի վրա բան ստացել ենք հիմա նաեւ այդ քննադատությունը կա որ գիտեք հələ ձեր ստորագրած փաստաթղթերը իրավական ուժ չունեն այն մեկը կամ ասում են հենա գետնի վրա ոչինչ տեղի չի ունեցել շատ հետաքրքիր բան է նկատել մեր ընդդիմադիր գործընկերներ Քրիստինե Վարդանյանի դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցազրույցներից մեկը Factor TV-ին որտեղ ինքը այդ նույն հարցազրույցի ժամանակ 5 րոպեի տարբերությամբ ասում է մենք գալու ենք վերաբնակցելու ենք օգոստոսի 8-ը մենք չեղարկելու ենք այդ փաստաթուղթը դա հակահայկական փաստաթուղթ է բան քննադատում է հետո 5 րոպե հետո ասում է Ալիևը նոյեմբերի 9-ին է ստորագրեց ու չպահեց հիմա մենք վստահ ենք որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները պահելու է մենք վստահություն չունենք Ալիևի վրա հետեւաբար նա պայմանագրավորունակ չի պահի հաստատ այդ պայմանավորվածությունը հիմա դժվար եմ հասկանալ քննադատությունը ինչու՞մն է որ այդ փաստաթղթը ոչինչ չի ներկայացնում իրենից թե ներկայացնում է բայց հայանպաստ չի հիմա ձեր տրամաբանությամբ եթե առաջնորդվենք ապա այն ոչինչ է այսինքն ինքը գետնի վրա բան չի փոխելու դուք ուզում եք մենք սպասենք գետնի վրա ինչ որ բան տեսնեք օրինակ չգիտեմ Թրամփի ուղու հիմնարկեքը տեսնեք ձեզ բավարար է թե պետքա ամբողջովին օրինակ Թրամփի ուղին գործարվի նոր բավարարի ձեզ թե պետքա օրինակ սահմանազատումը վերջնական կետի հասնի նոր բավարարի ձեզ թե օրինակ գեյների վերադարձ պետքա տեղի ունենա նոր բավարարի ձեզ այսինքն դա գործընթաց է եւ մենք այդ մասին ասում ենք որ խաղաղությունը հաստատվել է բայց այն ամեն օրվա խնամքի կարիք ունի այն ամեն օրվա չգիտեմ հոգացության կարիք ունի բայց փաստը նա է որ օգոստոսի 8-ից հետո թե փաստաթղթերի իմաստով դե յուրե իմաստով թե գետնի վրա բան է փոխվել եւ ձեռքբերումներ են եղել Էդմոն Մարուկյանի մասով ինչու եմ կենտրոնացել պարոն Մարուկյանի վրա որովհետեւ ինքը հանդես էր գալիս որպես արևմտամետ գործիչ իրենց կուսակցությունը հանդես էր գալիս որպես արևմտամետ ուղղությունը կրող մի քաղաքական միավոր հիմա ես մի տեսակ իրենց գործողություններին իրենց բառամթերքին հետևելով ընդհանրապես այդ տպավորությունը չունեմ հետո ինքը հանդես էր գալիս որպես երրորդ ուժ եւ նախկին ուժերին մերժող քաղաքական գործիչ եւ միավոր Հիմա տեսնում ենք, որ ակտիվ
քաղաքական իմաստով իհարկե սիրավեպ է փորձում սկսել Սամվել Կարապետյանի չձևավորված ուժի հետ, այսինքն ինքը հայտարարել կլասիկ քաղաքական գործիչ, որին ես այդպես էլ համարել եմ եւ միգուցե դեռ կհամարեմ կամ չգիտեմ երբ կփոխեմ իմ կարծիքը, բայց կարծես թե փոխելու վրա եմ, որ ինքը իրեն համարում է կլասիկ քաղաքական գործիչ, բայց արդեն ֆակտորի տաղավարում հայտարարում է, որ Սամվել Կարապետյանի չձևավորված քաղաքական ուժը արդեն երկրորդ հորիզոնականում է, այնտեղ բաներ դասավորություններ է գծում, Քոչյանը երրորդն է, 5-րդն է, երկրորդն է եւ այլն, կամ ասում եմ մենք ինչու ռեսուրս ծախսենք օրինակ եւ հարցում անցկացնենք, դա անիմաստ բան է, հետո 5 րոպե հետո ասում է բանը Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է այլևս, այնտեղ լրագրողը հարց է տալիս, ասում է դուք տենց բան, ասում հա մենք տենց ներքին բան ինֆորմացիաներ ունենք, բան դե հետաքրքիր է դրա համար եմ, ուղղակի հետաքրքիր է, տենց շատ բան չկա, էլի հատկապես նաեւ վատ վերաբերմունք էլ չկա, զուտ հետաքրքրության համար եմ հետևում, իմ համար օրինակ չգիտեմ Քոչյանի, Սարգսյանի կամ Սամվել Կարապետյանի հաշվով ամեն ինչ պարզ է, այնտեղ հետաքրքրություն առանձնապես չկա որպես ուսումնասիրողի, բայց այդ բնավորության իմաստով գուցե կա, դրա համար եմ բանան դա լավ նշան է։ Շնորհակալ եմ, երկու ակնարկ կուզեի կանել ամեն հարցի հետ կապված։ Առաջինը ես այս թեման նաև բարձրացրել եմ մի քանի օր առաջ, երբ որ այցելեցի ազգային ժողով իմ երիտասարդական կազմակերպության հետ, ձեր գործընկեր Տիկին Մինասյանի հետ, եւ ինչն էր ասածս, որ նույն պայմանագիրը, ինչ որ կնքվել է մեր եւ Ադրբեջանի միջև, կնքվել է Իսրայելի եւ Պաղեստինի միջև 2008 թվականին։ Ու արդյունքը տեսնում ենք հիմա։ Ու բացի դրանից, եկեք պարզ խոսանք, ոչ մեկի համար դա գաղտնիք չի, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները միշտ իրար հետ եղել են լավ հարաբերությունների մեջ, ու նույնն է Իսրայելն ու Ադրբեջանը, քանի որ Իսրայելը իր նավթի 45% ստանում է անձ Ադրբեջանից։ Այսինքն որտեղ է մեր գարանտիան, որ այդ պայմանագիրը իրոք ինչ-որ բան կունենա, իսկ երկրորդ հարցի հետ կապված ինչքան էլ համաձայն եմ, որ Մանուկյանի քաղաքական կերպարը հիմա չի գտնվում լավագույն իրավիճակում ու ինչպես դուք եք ձեր պոստում նշել, ես էլ եմ նույնպես սպասում իր տեսնել իր դեմքը, երբ որ հասկանա, որ տաշիր Սամուին պետք չի կներեք իհարկե այսպես sense խոսալու համար, բայց ամեն դեպքում ձեր կենտրոնացումը իր վրա շտարօրինակ էր, որովհետև մոտ 2 ամիս իր ոչ լուրջ դեմքով նկարը դուք դրել եք ձեր profile picture-ին ու տենց կոնկրետ целенаправленно իր վրա կենտրոնացած լինելը ինձ մոտ մի քիչ հարցեր առաջացրեց, որովհետև անկեղծ Էդմոն Մանուկյանի ինֆլուենսը ու ինֆլուենս կատարողների քանակը այնքան շատ ու այնքան ուժեղ չի, որ կարողանա ինչ-որ քաղաքական լուրջ գործընթաց սկսել։ Միայն Երաշխիքների մասով ես չեմ կարծում, որ հիմա որևէ երաշխիք կարող է լինել կամ աշխարհում այդպիսի մի պետություն կա, որ Հայաստանի համար կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում դառնա այդպես երկաթբետոնե երաշխավոր։ Երաշխիքը մենք ենք, երաշխիքը մեր տնտեսությունն է, երաշխիքը մեր վարված եւ վարվող քաղաքականությունն է, այսինքն ինչ երաշխիք ենք էլ մենք ակնկալում, որ ինչ պետք է լինի կամ ինչին պետք է նստենք, սպասենք, ոչինչ չանենք, որ միջև այնպիսի պայմաններ չլինեն, որոնք հաստատապես կերաշխավորեն, որ ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչվեն, մենք ում ոչ մի բան չենք ստորագրի կամ որևէ քայլ պայմանավորվածություն ձեռք չենք բերի։ Իհարկե ոչ։ Կամ տեսեք, երբ մենք գնում էինք այդ ճանապարհով, երբ հայտարարում էինք, որ խաղաղության ենք գնում, փակում ենք Ղարաբաղի էջը, որ երկրորդ Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի լինելու, իրենց քննադատում էին, ասում էին Ալիևը չի ստորագրելու որևէ փաստաթուղթ, Ալիևը խաղաղության չի գնալու, ինքը Հայաստանն է պահանջելու, հաջորդը Սյունիքն է լինելու, հաջորդը Զանգեզուրն է լինելու, չգիտեմ, Զանգեզուրի միջանցքն է լինելու եւ այլն եւ այլն։ Այսինքն, բայց մենք հետեւողականորեն գնացել ենք այդ քննադատությունների միջով այդ ու այն ժամանակաշրջանում էր դա, երբ իրոք այդ պատկերը մեր օգտին չէր եւ անընդհատ նոյեմբերի 9-ն էր ստորագրվում ու տեղի չէր ունենում, անընդհատ կողմերը Ռուսաստանն ու Ադրբեջանը խախտում էին պայմանավորվածությունները, բայց մենք հայտարարում ենք խաղաղության գնալու ճանապարհի մասին, հայտարարում ենք, որ մենք վերջնական որոշում ենք կայացել եւ այս մենք ինքնահայեցման միջոցով եկել ենք մեր սխալները ուղղելու, որ պատմությունն դասերը քաղել ենք ու չպետք է կրկնենք ու մենք ի վերջո ունեցանք այդ
օգոստոսի 8-ը, հա, այսպես ասած։ Հիմա դու կարող եք ասել, որ դա համաձայնագիր է, պայմանագիր չէ, որ դա նախաստորագրվել է, չի ստորագրվել, բայց ես նորից եմ ասում, որ դա հստակ ետնի վրա բան է փոխել եւ բարդ բան չեմ ասում ու ոչ ստուգելի հիպոթետիկ բաներ չեմ ասում, գնացեք նորից ներքին հանք ու բացեք ընդհանրապես Ադրբեջանի խոսույթը մի հատ նայեք։ Հիմա անընդհատ շատ է, չէ՞ մեզ մոտ ասում, ասեք, տեսեք, ասես Զանգեզուրի միջանցք, բայց խնդրում եմ, 2 տարի առաջ նայեք ինքը Զանգեզուրի միջանցքի մասին ինչ էր հայտարարում, ասում էր, որ կարակ չտակ, մենք ուժով կբացենք այն։ Արդեն 1.5 տարի երևի կամ առնվազն 1 տարի դուք լսել եք ուժի սպառնալիք Ադրբեջանի կողմից։ Չեք լսել։ Կամ որ ասում են Զանգեզուրի միջանցք են տվել Ադրբեջանին, դա Թրամփի ուղիչ է, Ադրբեջանի նախագահը ասում է Զանգեզուրի միջանցք։ Խնդրում եմ բացեք օգոստոսի 28-ին իր հարցազրույցը արաբական հեղինակավոր հեռուստատեսություններից մեկին առաջին հարցազրույցն է օգոստոսի 8-ից հետո Ալիևի, ինքը կրկին Թրամփի ուղին անվանում է Զանգեզուրի միջանցք, ասում է Թրամփի ուղին, որը անցնում է Զանգեզուրի միջանցքով եւ այլն եւ այլն, եւ լրագրողը ասում է դա ինչ է, դե մեր հերոստատիտողի համար բացատրեք դա ինչ է, որովհետեւ չգիտեմ ադրբեջանցիներն ու հայերը միգուցե հասկանում են, բայց չգիտեմ արաբական երկրների կամ արաբները դժվար հասկանան, ինքը բացում է դա ինչ է նշանակում։ Ու ամբողջովին բացում է այն ինչ որ մենք ենք հասկանում ու մենք կուզեինք որ դա լիներ, ասենք չգիտեմ իրավազորության պահը Հայաստանի օգուտները դրանից, այն գումարները որ պետք է Հայաստանը գանձի ադրբեջանական ապրանքների կամ երրորդ երկրների ապրանքների մասին, այդ միջին միջանցքի մասին է հայտարարում, չգիտեմ Միջին Ասիայից եկող բեռների, Չինաստանից ու Հնդկաստանից եկող եւ Հայաստանի տարածքով անցնող բեռների մասին է խոսում եւ հակառակ ուղղությամբ Եվրոպայից դեպի այս կողմ, այսինքն նկարագրում է այն ինչ որ մենք ենք ուզում կամ մենք ենք խոսում, մենք ենք ասում, այսինքն որ ասել որ ոչինչ չի փոխվել, ոչինչ ձեռք, հա, ոչ որևէ երաշխիք, կրկնում եմ, որևէ երաշխիք, որևէ հարցում չի կարող լինել, բայց ինչ է, եթե երաշխիք չկա, մենք որևէ քայլ պետքա չանենք, ասենք չէ, մինչև աշխարհը մի հատ պուպուշ տեղ չդառնա, որը մեր ցանկությամբ այտենց ուտոպիստական նկարտումներով բան տեղ չդառնա, մենք որևէ բան չենք աներում, իհարկե ոչ։ Էդմոն Մանուկյանի մասով է նորից ես կարծում եմ կարիք չկա այդքան կենտրոնանալու, որևէ այտենց հատուկ բան չի եղել, ասում եմ զուտ հետազոտողի կամ զուտ հետաքրության համար է այդ կենտրոնացումը եղել պարոն Մանուկյանի վրա եւ ես մեծ հաշվով լավ եմ վերաբերվում իրենց թիմին այդքան բան։ Շնորհակալություն Շնորհակալ։ հաջորդ հարցի համար Նվարդ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ պարոն Հակոբյան հետաքրքիր դիտարկումների համար։ Ձեր խոսքում դուք նշեցիք բալանսավորված քաղաքականության մասին, եթե չեմ սխալվում։ Իմ հարցը հետևյալն է, ինչ է կարծում Հայաստանը այժմ ունի այդ կշիռը, որպեսզի մենք կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել, մանավանդ այն դեպքում, երբ որ Հայաստանը դեռևս գտնվում է Ռուսաստանից տնտեսական կախվածության մեջ, մենք ունենք այստեղ ռուսական բազաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ անդամ ենք, ու բացի այդ գործընթացն, այսինքն ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու այդ առումով ինչ որ պլաններ կան, թե ոչ։ Շնորհակալ։ Կշիռի մասով ես կարծում եմ, որ այո, մենք այդ կշիռը ունենք եւ դա ապացուցվել է բազմաթիվ դեպքերով, օրինակ եթե 2 տարի, 3 տարի առաջ ձեզ ասեին, որ Հայաստանի 30 տարվա պահոց սահմանից կամ մաքսային կետերից ռուսական FSB-ի ծառայողները դուրս կգան, այսքան այն դեպքում, երբ Հայաստանը պատերազմ է պարտվել, օրինակ այդ շատ վատ խառը իրավիճակներում 23 թվականին չէ, կարծեմ առաջի դեպքը, կարծում եմ չէիք հավատա։ Մենք քիչ-քիչ գնում ենք Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, գիտենք, որ բազմաթիվ դրվագներով այդ ինքնիշխանությունը մանր հանձնվել է, դա կլինի թե տնտեսական իմաստով, թե հենց այդ սահմանների կառավարման իմաստով, բայց քիչ-քիչ մենք վերականգնում ենք։ Այդ թվում եւ տնտեսական իմաստով ենք վերականգնում։ Հիմա, չգիտեմ, էներգետիկայի ոլորտում օրինակ քայլեր արվում են, թե արևային կայանների իմաստով, թե նորատոմակայան կառուցելու իմաստով, կարծում եմ դա շուտով բաց կլինի եւ ակնհայտ կդառնա, որ այդտեղ էլ մենք կունենանք Ռուսաստանից կախվածության թուլացում եւ բազմաթիվ այլ դրվագներով ու նաեւ Եվրոպայի եւ հատկապես արաբական աշխարհի հետ մեր հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների, հա, զարգացման ուղղությամբ Եվրոպայի հետ հիմա դանդաղ է գնում տնտեսական իմաստով, բայց մենք հայտարարել ենք, որ ցանկություն ունենք ի վերջո Եվրոպական միության անդամ դառնալու եւ դա տնտեսական տարածք է առաջին հերթին ու երևի
Դեյկոնի ստեղծման իմաստը դա է եղել, այսինքն դա այդպես եւ հարաբական երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը բազմապատկվել է, այսինքն այդ ուղղությամբ եւս քայլեր արվում են ու այո, այդ կշիռը, այդ ներուժը ու կարողությունը Հայաստանը ունի, որպեսզի մենք այդ բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականությանն անցել ենք արդեն ու պետք է նշեմ, որ Հայաստանը երկարաժամկետ ապագա, գուցե շատ հիմա շատ սուր ու կտրուկ է հնչում, բայց չունի, եթե այդպիսի քաղաքականություն չվար, ինքը չի կարող մեկ կետից կախվածությամբ լինել ինքնիշխան եւ հարատևել, որովհետեւ այդպիսով մենք կլինենք ուղղակի այդ որևէ X երկրի կապ չունի, դա Ռուսաստանը կլինի, Եվրոմիությունը կլինի, Միացյալ Նահանգները կամ չգիտեմ, արաբական ինչ-որ երկիր, եթե մեկ կենտրոնից այդքան խորը կախվածության մեջ ես, քո պետության հարատևությունը կախված չի քեզնից, երբ ուզեն, ոնց որ մենք բազմիցս մեր պատմության ընթացքում ականատես ենք եղել, երբ ուզեն քեզ ուղղակի կվաճառեն, կհանձնեն, չգիտեմ, կտարորեն, հետեւաբար դա ուղղակի էգզիստենցիալ հարց է եւ մենք այդ քաղաքականությունը ողջագրել ենք եւ գնում ենք հստակորեն այդ ճանապարհով եւ այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կարել։ Շնորհակալ եմ, իսկ այդ հապկի եւ ԵԱՏՄ-ի առումով ինչ կասեք։ Դե հապկի առումով կարծում եմ բավականին ավելի պարզ իրավիճակ է, ակնհայտ է, որ հապկի հետ հարաբերությունները չնայած դե յուրե կամ դե ֆակտո սառեցված են, բայց որևէ վճարներ Հայաստանը չի անում, չի մասնակցում նիստերին, վետո չի կիրառում, այսինքն պահում է իրեն այնպես, կարծես ինքը այդ կազմակերպության անդամ չի։ Հետևաբար ես կարծում եմ, որ հապկից դուրս գալը ժամանակի հարց է եւ դա ինչ որ մի հատ արիթ պետք է լինի, հա։ Հիմա ես կարծում եմ, որ այդ էլ է արհեստական էլ այդ քննադատությունը, որ այդ դեռ շարունակում եք մնալ հապկի անդամ, բան, երբ եք պատրաստվում դուրս գալ, օրինակ հիմա որ դուրս եկանք, ի՞նչ է փոխվելու։ Հենց հիմա որ հենց վաղը վարչապետը հայտարարեց, որ դուրս են գալիս հապկից, ի՞նչ է փոխվելու։ Մեր հարաբերությունները արևմուտքի հետ որակապես փոխվելու են։ Չէ, դա դրանից կախված չի մեր լավ կամ վատ հարաբերությունները, եւ կարծում եմ հիմա լավ հարաբերություններ ունենք։ Եվ ոչ թե կարծում եմ, դա փաստ է։ Կամ չգիտեմ, Ռուսաստանի հարաբերությունները հիմա ինչով կփոխվի դեպի լավը, որ մենք հայտարարենք, որ հապկից դուրս ենք գալիս։ Կարծում եմ դրա ժամանակը կգա եւ դրա անհրաժեշտության պարագայում եւ անհնարավոր չգա այդ անհրաժեշտությունը, մենք դուրս կգանք հապկից, նույնը ԵԱՏՄ-ի մասով, երբ մենք հայտարարում ենք, որ ցանկություն ունենք դառնալ ի վերջո ԵՄԱ անդամ, դրանք իրար հակասող կառույցներ են եւ մենք ստիպված ենք ուղղակի լինելու անգամ եթե չուզենք, բայց եթե մենք արդեն որոշենք, որ ԵՄԱ անդամ ենք ցանկանում լինել, պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Բայց նորից հիմա ինչ է կփոխի, եթե հենց հիմա մենք ԵԱՏՄ-ից դուրս եկանք, օրինակ Եվրոմիության հետ տնտեսական հարաբերությունները բազմապատկվելու են, չէ։ Պետք է շատ հանգիստ գնալ այդ ճանապարհով, ասենք իմաստ չկա կտրուկ, եթե կտրուկ գործողությունները նույնիսկ երբեմն պետք են կտրուկ գործողություններ, որոնք արդյունք են տալիս, բայց հիմա եթե արդյունք չեն տալու, իմաստը ո՞րն է կտրուկ գործողությունների գնալու։ Հանգիստ իրահունով ես վստահ եմ, որ գնան այդ process-ները։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Իմ հարցը վերաբերվում է թե երրորդ հանրապետությանը եւ թե նախկիներին գնահատական տալու մասով։ Օրինակ, երբ դուք հայտարարում եք չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, ճիշտ չէ արդյոք գնահատական տալ առաջինին, երկրորդին, դե խոսեցին, որ արդեն դրանք փաստաթղթավորված չեն, այսինքն փաստաթղթերի մեջ գրած չի առաջին, երկրորդ, երրորդ, բայց ամենայն դեպս ճիշտ չէ արդյոք քաղաքական գնահատական տալ առաջինին, երկրորդին, երրորդին եւ նախորդներին գնահատական տալուց հետո ոնց որ որպես եզրակացություն մենք ստեղծում ենք չորրորդը։ Ու նույնը նաեւ նախկինների մասով, արդյոք ճիշտ չէ 18 թվականից հետո գնահատական տալ նախկին իշխանություններին, ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությանը, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին։ Okay, բայց իմ մոտ էլ հակընդդեմ հարցեր են առաջանում, օրինակ հանրապետությունների մասով մենք գնահատական տալիս ենք երրորդ հանրապետությանը, ասում ենք, որ դա կոնֆլիկտի վրա հիմնված պետություն է, ու մենք փակում ենք այդ էջը, անցնում ենք արդեն հարաբերությունների կարգավորման, չգիտեմ, խաղաղության վրա հիմնված հանրապետություն։ Դա գնահատական է կարծում եմ։ Ավելի ինչ գնահատական տաս, որ ինչ ա եղել։ Երկրորդին ու առաջինին, չգիտեմ, առաջինին ինչ գնահատական պետք է տանք, որովհետև առաջինը ի վերջո մեր
չգիտեմ, հազարամյա պատմության ընթացքում մեր առաջին հանրապետությունները, որ ձեռք բերվեց, երկարատև դադարից հետո պետականություն ունենք, շատ ունեցանք, եւ այդ տեղից է պետք է մենք դասեր քաղենք, որ հիմա մեզ անընդհատ մեղադրում են զիջումների գնալու, Ղարաբաղի էջը փակելու հետ կապված, հենց այդ առաջին հանրապետության պատմությունը, եթե ուսումնասիրեն, շատ դասեր կքաղեն մարդիկ եւ ակնհայտ է, որ մենք այնտեղ սխալներ ենք թույլ տվել, բայց այդ սխալները չիմացության արդյունք են եղել եւ հիմա մենք նույն սխալները կրկնելու իրավունք ուղղակի չունենք, որովհետեւ մենք այդ գիտելիքը պետք է ունենանք ի վերջո, դա մեր աչքի առաջ է եղել։ Դա այսինքն կարևորում է մեր պատմության ճիշտ կարդալը, մեր տեսանկյունից կարդալը, որը չենք արել։ Եվ հիմա մենք դա անում ենք։ Երկրորդ հանրապետությունը իմ կարծիքով դա օկուպացիա է եղել եւ անվանել երկրորդ հանրապետությունը մի տեսակ են չի եղել, բայց այդպես եկել է պատմականորեն սովորույթի ուժով, չգիտեմ, բայց նաև իմաստը չեմ հասկանում։ Օրինակ հիմա եթե ենթադրենք գնահատական տվեցինք, ինչ է փոխվելու չորրորդ հանրապետության կյանքի մեջ։ Ուրիշ բան, որ մենք երրորդին ենք գնահատական տալիս, որովհետև երրորդի չորրորդի կապն է, չէ, որ այդպես իրար կպած է եւ ինչ որ բան կարող է քաշել, բան, չգիտեմ, գնահատականը տված է կարծում եմ։ Ինչ վերաբերում է նախորդ իշխանություններին գնահատական տալու, նորից իմ մոտ հարցը առաջանում, օրինակ ենթադրենք ինչ գնահատական դիտայինք ու դա իրավական ինչ հետևանքներ պետք է ունենար կամ պետք է ունենար, թե չպետք է ունենար, որովհետեւ եթե դա պետք է ուղղակի քաղաքական գնահատական լինի, առանց իրավական գնահատականի, առանց իրավական հետևանքների, ասենք թալանչի են եղել կամ չգիտեմ, ընտրակեղծարար են եղել կամ չգիտեմ, Ռուսաստանի պետությանն են հանձնել մեր ռազմավարական ունեցվածքը։ Ինչ, հետո ինչ անելու։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, մինչև այդ չհասկացա թե այդ պահանջը լավ գնահատական տվեցինք, արգելում էինք մասնակցել ընտրություններին։ Հիմա համաձայն են բոլորը, որ 2026 թվականի ընտրություններին արգելենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նրանց սատելիտների մասնակցությունը 2026 թվականի ընտրություններին, կամ ո՞նց են գնահատելու սատելիտ են, թե սատելիտ չեն։ Ասենք կամ այդ երեքին արգելեցինք իրենց սատելիտների միջոցով առաջադրվեցին առանց իրենց դեմքի, ասենք ինչա փոխվել։ Ես ուղղակի դա չեմ հասկանում, թե իմաստը որն է դա կամ երբ գնահատական չենք տվել, քաղաքական ամբիոնից քաղաքական գնահատականները միշտ հնչում են։ Ինչ է նշանակում քաղաքական գնահատական, դա ինչ թղթի վրա գնենք ստորագրենք քաղաքական գնահատականը հետանք, շորտ տնենք արխիվում մնա, ինչ լինի, ես չեմ հասկանում ուղղակի դա։ Գուցե բաներ կա, որ ես չգիտեմ, ես չեմ հասկանում, միգուցե կան բացատրություններ, երկար-բարակ, եթե չլինեն, տենց երկու բառով այս 7 տարի ես լսում եմ, բայց չեմ բացվածքը չեմ տեսել երբեք։ Լավ, շնորհակալություն ու մյուս հարցս վերաբերում է ընտրություններից առաջ հնարավոր մեդիա մանիպուլյացիաներին, որոնք դեռևս չեն տարածվել, բայց որքան մոտենում են ընտրության օրը, պարզվի ավելի են տարածվելու, օրինակ ինչ սպասեն հատկապես երիտասարդները մեդիա մանիպուլյացիաների մասով։ Եթե մենք դեռ ժամանակ ունենք, ես մեդիա մանիպուլյացիաներից առաջ մի բան եմ ուզում հիշեցնել առաջին հանրապետության հետ կապված, քանի որ խոսեցինք, ես վերջերս Թաթուլ Հակոբյանի շարքերը իր ընդհանրապես աշխատանքները շատ եմ հետևում, որովհետև ինքը այդ թվականների ուսումնասիրողներից է ու հանդիպեցի մի պահի, որ 1918 թվականին, երբ Թուրքիայի հետ արդեն Բաթումիում պետք է պայմանագիր ստորագրեինք ու վերջո Հայաստանը այդքան տարիների դադարից հետո ունենար նույնիսկ պետականություն եւ հայտնի գիտեք, որ Թուրքիայի հետ կռիվների արդյունքում ձևավորվեց այդ հանրապետությունը, դաշնակցական ղեկավարություններ ստորագրման ժամանակ շատ տխուր, շատ վատ իրավիճակում են, որովհետև պարտությունից հետո է ստեղծվում հանրապետությունը շատ փոքր տարածքի վրա ու թուրք ներկայացուցիչը պաշտոնյան, որը եկել էր ստորագրելու եւ ճանաչելու Հայաստանի հանրապետությունը, ասում է՝ մի տխրեք, տեսնում եմ, որ ծանր տխուր իրավիճակում են, չնայած հուշերում գրում են, որ չնայած ծանր է մեր իրավիճակը, որ միգուցե դա անգամ կենսունակ պետության տարածք չէր, մեր պատմական հայրենիքը կորցրել էինք, մեր հայրենիքի մեծամասնությունը կորցրել էինք, որ ցեղասպանությունից հետո էր սով, պատերազմից պարտություններ եւ այլն, բայց նաեւ պարտություն կար, որ մենք ստորագրում ենք մեր պետության, առաջին գոյության փաստաթուղթը, որ վերջապես պետություն ունեցանք, չնայած շատ փոքր, այդ թուրք պաշտոնյան ասում է՝ մի տխրեք եւ այդ դեմքով, այդ տրամադրվածությամբ մի ստորագրեք այս փաստաթուղթը, որովհետեւ պետությունների ճակատագրերը այսպես են ստեղծվում, պետությունները այսպես են ստեղծվում եւ
ո՞ն է այդ թուրք պաշտոնյայից, հա, մեր դասը, որը պետք է անի, որ կարևորը պետականությունն է, որ եթե ունես եւ ինչ եղավ այդ ժամանակում, Հայաստան ուներ 10,000 քառակուսի կիլոմետր, հետո 60,000 քառակուսի կիլոմետր, հետո 30,000 քառակուսի, այսինքն քառակուսի կիլոմետրերը երկու տարվա ընթացքում 3 անգամ փոփոխվեցին եւ ահռելի տարբերություններով, հա, 10-ից մինչեւ 60, հետո 30, նկատի ունեմ հիմա այդ բանն է, չէ, որ հիմա Հայաստանը սարքել ենք մենք մի հատ հենման կետ, որտեղից մենք հենվում ենք այս Հայաստանի Հանրապետության վրա, ասում ենք, բայց էսի մեր հիմնական հանրապետությունը չի, սա հենման կետն է, որտեղից մենք բան անենք, էլի, տենց ավելի մեր պատմական հայրենիքը վերադարձնենք, բան, ու տենց այդ վերադարձնելու մղումներով գնում ենք այս գոյություն ունեցող հանրապետությունը ռիսկի, վտանգի տակ ենք տնում ու կորցնում, փոքրացնում։ Նույնը եղել 1918-ին, երբ մեզ առաջարկվել է Ալեքսանդրապոլով Հայաստան, երբ առաջարկվել է տարբեր սահմաններ, բայց մենք գնացել ենք, չենք համաձայնել, չգիտեմ, Վիլսոնի քարտեզն ենք ուզել, ասել են, չէ, Վիլսոնի քարտեզը չի լինի, այսքանն է, Վիլսոնից հետո շատ բան է փոխվել, ասել ենք, չէ, Վիլսոնն ենք ուզում, էտել ենք կորցրել, Ալեքսանդրապոլն ենք կորցրել, եկել ենք Երևանի շուրջ բոլորը պետություն ենք ստեղծել։ Այսինքն այդ դասերը պետքա քաղանք, թե չպետքա քաղանք, որ ասում են դասեր քաղել, ինչի՞ց պետքա դասեր քաղել, եթե ոչ գոնե մեր պատմությունից։ Ինչ վերաբերում է մեդիա մանիպուլյացիաներին գալով ընտրություններից առաջ, ակնհայտ է նորից նշեմ, որ Ռուսաստանը փորձելու է միջամտել եւ Մոլդովայի ու Ռումինիայի օրինակը մենք շատ վառ ընդգծված ունենք, նաեւ Վրաստանին է ինչ որ չափով, բայց Մոլդովային գալով տարբերություններ շատ կան, օրինակ եթե Մոլդովան արգելել էր իր երկիր Ռուսաստանից քեշ գումար բերել, ինչ որ չափ էր տրել, $10,000 չպետք է գերազանցեր, կամ փոխանցումների վրա արգելանք կար, եւ ռուսների համար շատ դժվար էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ իրենք պետք է կարողանային տարբեր ձևերով այդ փողը ներմուծել Մոլդովա, տարբեր աշխատանքներ իրականացնելու համար, ապա Հայաստանում այդ արգելքները չկան, մեկ, երկրորդը մենք ունենք ցավոք սրտի գործիչներ, ամբողջաուժեր, որոնք Ռուսաստանից փող չեն բերել, իրենք իրենց փողն են ծախսում, որովհետեւ Ռուսաստանը ասում է եկեք էլի այդ փողը ոնց որ իմ միջոցով է, ըստ էության աշխատել եք ձեր իշխանության եղած ժամանակ, իմ դաբրոյև դառնաք իշխանություն այդքան տարի այդ երկիրը քանդել, ավիրել եք, լցրել եք ձեր կրպանը, հիմա դեռ ծախսեք։ Իրենք էլ ծախսել են, այսինքն այդ գումարի խնդիրը ներմուծելու, բերելու, տարբեր արգելքներ տնելու չկա, այդ իմաստով իրենք ավելի ազատ են, բայց պետք է մենք նաև մի բան էլ հաշվի առնենք, որ այդ ուժերը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչքան էլ որ մենք գերտերությունը, ինչքան էլ որ ավանդույթներ ունի, հատուկ ծառայությունների եւ այլն, բայց մենք տեսնում ենք այս քանի տարի, որ իրենք ճիշտ չեն գնահատում մեր ժողովրդի ունակությունները, մեր ժողովրդի իմաստությունը, մեր ժողովրդի քաղաքական մտածելակերպը, իրոք շատ թերագնահատում են մեր ժողովրդին եւ դա ցույց է տվել բազմիցս, հատկապես 21 թվականի ընտրություններին։ Եվ երբ այդ պայմաններում ուղղակի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության մեջքին, հա։ Հիմա էլ ես կարծում եմ, որ փողը շատ կարևոր, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է լինելու, իսկ այս ուժերի հիմնական ստավկեն, կոպիտ ասած, լինելու է փողի վրա, բայց եթե փողով լիներ, շատ Ռոբերտ Քոչյանը պակաս փողեր չունի, քան Սամվել Կարապետյանը, չգիտեմ, Սերժ Սարգսյանը պակաս փողեր չունի, քան Ռոբերտ Քոչյանը, կամ Ռուբեն Վարդանյանը պակաս փողեր չուներ, քան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը։ Այսինքն միայն փողով չեն առնի, հիմա հույսը տվել են այդ սիրուն բաներների, սիրուն, չգիտեմ, Facebook-յան էջերի վրա, տեսել եք ինչ fake հաշավ են սկսում։ Մի ժամանակ գեղեցիկ աղջիկների նկարներով Facebook-յան fake-եր էին, հիմա ես նկատեցի, որ վարչապետի այսօրվա այդ podcast-ի տակ արդեն տղամարդիկ էին եւ ակնհայտ հայկական տենց դեմքերով տղամարդիկ էին, բայց fake էջեր, մի ամիս, երկու ամիս առաջ բացված ու նույնապովանդակ տեքստերով կոմենտներ։ Այսինքն հիմա այդ է իրանց հույսը, հաջորդը, չգիտեմ, ազդեցության էլ ինչ ձևեր կփորձեն կիրառել, բայց իրենք գաղափար չեն առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եթե մենք առաջարկում ենք իրական Հայաստանի քաղաքախոսությունը, իրենք ինչ են հակազդում։ Իրենք նույնիսկ օգոստոսի 8-ին, օրինակ Սամվել Կարապետյանի ուժը օգոստոսի 8-ին գնահատական չի տալիս, սպասում է տենա
երևի հարցումներն իրականացնում տեսնեն ժողովրդի վերաբերմունքը ինչպիսին է, ըստ այդմ իրենք քննադատական տան, այսինքն եթե ժողովուրդը ասի հա լավ է ոնց որ բան, իրենք էլ ասեն, գիտեք, հա օգոստոսի 8-ին վատ բան չի եղել, բայց այն մենք կգանք մի բան sense, այսինքն մի նյուանս փոխելով փորձեն իրենք էլ մտնեն էլի այդ խաղաղության օրակարգ, այսինքն նոր առաջարկ, նոր գաղափար չունեն առաջարկել։ Շատ լավ, շնորհակալություն, Մանուշակ ջան, դու հարց ունեիր։ Այո, շնորհակալություն հնարավորության համար։ Իմ հարցը հետևյալն է, թե արդյոք ինչ հետևանքներ կարող է առաջացնել, ներքին եւ արտաքին ռիսկեր կարող է առաջացնել Չորրորդ հանրապետության հռչակվելը։ Օրինակ ինչ ռիսկերի մասին է խոսքը, չհասկացա։ Ներքին եւ արտաքին ռիսկերի մասին է խոսքը։ Ես չեմ հասկանում ինչ ռիսկեր կարող են թեկուզ ներքին, թեկուզ արտաքին առաջացնել։ Եթե նկատի ունեք, որ ներքին ռիսկ ասելով, օրինակ, չգիտեմ, ընդդիմությունը կասի, վայ, սենց, ինչ որ ներքին անկայունություն կառաջանա քաղաքական իմաստով, ես չեմ կարծում, որովհետև Կամ բացի այդ նաեւ ժողովրդի մեջ ինչ բաներ կառաջանա խնդիրներ։ այսինքն ինչ արձագանք գտնի, հա, ժողովրդի մեջ։ Այո։ Դե դա կախված է թե ինչպես կբացատրենք մենք ժողովրդին ինչի մասին։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը քաղաքականապես շատ հասուն է ու հասկանում է ինչ նկատի ունենք։ Եւ ինքը այս տարիների ընթացքում տեսել է, որ եւ մարդիկ էլ իրենց բերանով, հա, նոր նշեցին Անդրանիկ Թևանյանը, Էդգար Էլբագյանը իրենց բերանով ասել են, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղի կոնֆլիկտը սպասարկելու համար, եթե չկա Ղարաբաղը, անիմաստ է Հայաստանի գոյությունը։ Հիմա մարդիկ համաձայն են այս վարկածի հետ, որ հիմա Հայաստանի անկախ Հայաստանի գոյությունը անիմաստ է, քանի որ չկա Ղարաբաղյան կոնֆլիկտը ու Ղարաբաղի հարցը։ Իսկ այդ Ղարաբաղի հարցը մենք հայտարարենք, որ մեր կառավարման տարիներին չի լինելու այլևս Ղարաբաղ 2, հա, թեմա չի լինելու։ Ու դա նույնիսկ վարչապետը կոչ է արել, եթե համաձայն չեն մարդիկ դուրս գան փողոց հեղափոխություն անեն։ Կար չէ մի ժամանակ, որ 2022-ին վարչապետը մի հատ հայտարարություն էր անում, որը ասում նշաձողը իջեցնում, ասում եք լսում էին հրապարակ բան, չնայած լինում արտնական հայտեր էլի ինչ զանգվածներ էին դուրս գալիս փողոց, բայց գոնե այդ իմաստով նույնիսկ դա չկա։ Այսինքն մարդիկ մենք շատ թերագնահատում ենք էլի մարդիկ հասկանում են, չէ, որ ինչն է իրատեսական, ով է իրանց խափում, ով է իրանց, չգիտեմ, փորձում հույզերի, էմոցիաների նուրբ լարերի վրա խաղալով քաղաքական դիվիդենտներ շահել, ովքեր են տարիներ շարունակ տարբեր թեմաներ արծարծելով դա իրենց դարձնել իրենց քաղաքական ուղղակի աշխատավարձ։ Ղարաբաղյան հարց կլինի, ցեղասպանության թեմա կլինի, դա ուղղակի եղել է իրենց համար բան փող վաստակելու, սփյուռքից փողեր ներգրավելու միջոց։ Կամ Ղարաբաղյան հարցը եղել է իշխանության գալու կամ իշխանություն պահելու թիվ 1 բանաձև։ Հիմա ասում ենք, որ ժողովուրդ ջան, մենք այդ չենք շահարկել, մենք ձեր հույզերը, մենք չենք խաբելու։ Հայտարարում ենք, որ սենց է, եթե համաձայն չեք, հենց հիմա դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք, չէ՞, մարդիկ հասկանում են, չէ՞ որ մենք իրենց չենք խաբում, հասկանում են, չէ՞ որ մենք էլ կարող ենք ասել, գիտեք, բան, Արցախ վերադարձ, կամ չգիտեմ, էլ ինչ են ասում այնտեղ, անկախության հանրաքվե, ժողովրդի իրավունք, հա, հետո գիտեն չէ որ դա իրատեսական չի, գիտեն չէ որ դա ուղղակի մանիպուլյացիա է, կեղծիք է, սուտ է ու ուղղակի քաղաքական շահարկում։ Հիմա նույնը 4-րդ հանրապետության մասով մենք ինչ ենք ասում, նոր բան չենք ասում, ջնջում ենք, վառում ենք, թափում ենք, հրաժարվում ենք երրորդ հանրապետությունից, ասում ենք չէ, ուղղակի գիծ ենք գծում, ասում ենք ժողովուրդ ջան, օգոստոսի 8-ից հետո նոր իրողություններ կան, նոր գաղափարի հիման վրա է Հայաստանը։ Եթե մենք կոնֆլիկտի մենք ինչ է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստանի ներքին քաղաքականությունը, ինչի վրա է հիմնված եղել։ Կոնֆլիկտի, չէ։ Մենք առաջնորդել ենք, որ կա Ղարաբաղյան հարց։ Մենք մեր մակում քվեարկությունից առաջնորդվել ենք Ղարաբաղի հարցով, այսինքն եթե մի պետություն երկու պետություն իրար թեմա են ունեցել, դա հասել է ՄԱԿ, մենք ո՞նց ենք քվեարկել ենք նրա օգտին, ով ինքնորոշման թեման է առաջ տարել, ով տարածքային ամբողջականության թեմայի մեջ ա եղել, մենք այդ իրան դեմ ենք քվեարկել, ինքնորոշմանն ենք կողմ քվեարկել, անկախ նրանից թե որ պետությունն է։ Այսինքն մեր արտաքին քաղաքականությունը խարսխված է եղել Ղարաբաղի հիմնահարցով, այսինքն մենք այդ որ մենք էլ ունենք ինքնորոշման թեմա, այդ պետությունն ունի, մենք պիտի այդ պետության կողմը քվեարկենք, այսինքն ամեն ինչ եղել է դրա հիման վրա, նույնը ներքին քաղաքականությունը։
Առաջին հերթին պետքա բանակը, առաջին հերթին պետքա, չգիտեմ, իտո կներեք ռուսերեն բարի համար, այն էլ դա ասել ենք, բայց էդ էլ չենք արել։ Գուցե բյուջեից դուրս ենք կրել այդ բանակի համար, բայց այդ բանակի բյուջեն եղել է մաքսիմումը 400 քանի միլիոն։ Իսկ հիմա միլիարդ 400 միլիոն է։ Միլիարդ 700, թե միլիարդ 400 չեմ հիշում։ Այսինքն բայց մեկը այդ բանի այդ գաղափարական այդ չգիտեմ այդ վերնագրերի իմաստով եղել է բան որ Ղարաբաղի հարց կա, հələ միտինգ մի արեք, հələ Ղարաբաղի հարց կա։ Ինչ էլեկտրոէներգիայի թանկացում, ինչ տրանսպորտը Ղարաբաղի հարցը։ Իսկ հիմա մենք ասում ենք ժողովուրդ ջան, մեր արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը հիմնված է լինելու ժողովրդի բարեկեցության, երջանկության հիման վրա։ Դա է եղել լինելու մեր ելակետը եւ դա է մեր ելակետը, որ պետությունը լինելու է գործիք ոչ թե Ղարաբաղի շահը սպասարկելու կամ Ղարաբաղի հարցը սպասարկելու համար, այլ լինելու է գործիք իր քաղաքացիների բարեկեցությունը, երջանկությունը սպասարկելու համար։ Ես կարծում եմ, սա անկալում կգտնի մեր ժողովրդի մոտ։ Ինչ որ արձագանք ունես, Մանուշակ ջան։ Ոչ, շնորհակալություն։ Շնորհակալություն ու մեր վերջին ավանդական հարցը, որից հետո կխնդրեմ ամփոփել ընդհանուր հանդիպումը։ 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Ինձ թվում է առաջինը հետաքրքրությունն է դեպի քաղաքականությունը, պետքա սիրել այդ։ Չգիտեմ, հիմա բան է, չէ, որ շատ վատ վերաբերմունք կա քաղաքականության նկատմամբ, կուսակցությունների նկատմամբ եւ ես դա օբյեկտիվ պատճառներն էլ գիտեմ, հասկանում եմ, անգամ եթե նկատում եք հիմա այդ քաղաքական ուժեր կարելի է իրանց կոչել, օրինակ Սամվել Կարապետյանի շարժումը, Արման Թաթոյանի բան, ինչ են սկսում, կուսակցության անուն չեն ասում կուսակցություն, այնքան են վարկապեկել այս տարի ընթացքում հենց իրենք կուսակցություն բառը տերմինը, որ խուսափում եք կուսակցություն տերմինն օգտագործելուց շարժում, նախաձեռնություն, կամավորական, չգիտեմ ինչ տերմին ասես տալիս են, բացի կուսակցությունից, բայց այդ կուսակցությունը, բայց այս երկիրը պարլամենտական երկիր է ու թիվ 1 կառույցները դա կուսակցությունները պետք է լինեն։ Բայց ինչևէ, ուզում ասել, որ պետք չի խուսափել քաղաքականությամբ զբաղվելուց կամ քաղաքականությամբ հետաքրքրվելուց, որովհետև չպետք է վատ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, հետո մենք կտենանք սրանք վատն են, մենք լավն ենք դրա համար քաղաքականությամբ, եկեք լավերով զբաղվենք քաղաքականությամբ։ Ու քաղաքականությամբ զբաղ։ Հիմա ինչ վատ մարդ, որ տեսնում եք նողկալի, հա, չգիտեմ, process-ների մեջ համտած ինչ որ գործողություններ, մեր մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, դասական քաղաքականությունը շատ նորմալ բան է։ Այդ մարդիկ վաճառում են իրենց գաղափարները, այդ մարդիկ զբաղվում են, չգիտեմ, ինչ որ, չգիտեմ, ամեն ինչով բացի քաղաքականությամբ, նորմալ քաղաքականությունը, կլասիկ քաղաքականություն է, Լևոնը երևի արձագանքի շատ լավ բան է, շատ նորմալ բան է։ Եվ հենց դա է պետությունը կառավարում, քաղաքական կորտիչներն են պետությունը կառավարում, չես կարող լինել պետություն կառավարել ու չլինել քաղաքական կորտիչ, իսկ պետություն կառավարելը, Հայաստանի Հանրապետությունը կառավարելը դա պետք է լինի պատիվ, այսինքն պետք է սիրել քաղաքականությունը, օրինակ ես իմ վրա կարող եմ բերել, որ ես անգամ երբ որ լրագրող չէի աշխատում, կուսակցական չէի, միևնույնն է զբաղվում էի կամ հետաքրքրվում էի քաղաքականությամբ ու որովհետև ես չէի կարող կտվել դրանից, որովհետև սիրում էի։ Երկրորդ բանը, որ պետք ինչ է պետք քաղաքականությամբ զբաղվելու համար երիտասարդներին, կարծում եմ ես նկատում եմ, որ այդ տենդենսները պետք է հասկանալ, որ իդեալական ոչինչ չի լինում, պետք է հասկանալ, որ երբեմն պետք է ընտրել առաջնայինը երկրորդայինից, պետք է երբեմն քո իդեալները ոչ թե զոհել, այլ դնել մի կողմ ժամանակավոր թեկուզ, այդ քո իդեալին հասնելու համար պետք է հասկանալ, որ կյանքում առավելևս քաղաքականության մեջ, առավելևս աշխարհաքաղաքականության մեջ չեն լինում երազանքի փաստաթղթեր, երազանքի իրավիճակներ, երազանքի սահմաններ, պետք է առաջնորդվել իրողություններով, պետք է
հասկանաս քո ունեցած ռեսուրսները, հասկանաս քո շրջապատը, հասկանաս իրավիճակը, այն որտեղ այդ պահին է գտնվում եւ ճիշտ գնահատես ու մտնես process-ների մեջ, չխուսափես դրանցից ու հասկանաս ժամանակի կորցումը, որովհետեւ շատ է չէ լինում, որ ասում բայց դուք 2 տարի առաջ sense բան էիք ասում, դա է պետք է հասկանաք, որ ցես փորձում են մանիպուլացնել, դա մանիպուլյացիայի գործիք է, ասենք պետք է ուշադիր լինեք եւ հասկանաք, որ շրջահայացություն է պետք հասկանալ ժամանակի կորցոնը, որ այնինչ հնարավոր էր 2 տարի առաջ հնարավոր է կարող է այսօր հնարավոր չլինել եւ հակառակը, այնպես որ կարող է 2 տարի առաջ ես ասեի, որ չգիտեմ պետք է Եվրամիություն մտնել, հիմա ասեմ, որ պետք չի Եվրամիություն մտնել, օրինակ եմ ասում, կամ պետք է հապկից դուրս գալ, հիմա ասեմ, որ պետք չի կամ հակառակ, այսինքն դա էլ է բան էլի, որ բայց դու կարող 2 տարի առաջ sense բան էիք ասում, բան, այսինքն պետք է շրջահայացություն ունենալ, պետք է սեփական դատողություններով առաջնորդվել, վերնագրերով չառաջնորդվել, որովհետեւ ես նկատել եմ, որ մարդկանց քննադատությունների կամ հույզերի մեծամասնությունը կախված է այդ վերնագրերի հետ եւ վերնագրերը բացում ես, ասում ես լավ, այդ վերնագրի տակ դու ինչ ես, ինքը մեկ է բացում ես, հասկանում ես, որ ինքը ըստ էության չի հասկացել այդ քննադատությունը կամ այդ վերնագիրը մնացել է վերնագրի ազդեցության տակ, իսկ TikTok-ը ժամանակակից մեր չգիտեմ սոցցանցերը շատ են խրախուսում դրան, հարգելի երիտասարդներ, կարծում եմ պետքա շրջահայաց լինեք, չհավատաք որևէ ուժի վերնագրերին, թե կլինի իշխանությունը, թե ընդդիմությունը, մեկ ձեր դիտանկյունից դատողություններ անեք, փորձեք հասկանալ մոտիվացիան որն է ասելու, միգուցե այտենց բաներ գտնեք, որով հասկանաք, որ ցես փորձում են խաբել։ Այնպես որ կարծում եմ այդքան է։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հանդիպման պատրաստակամության, մանրակրկիտ ներկայացնելու համար, շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Հուսանք հետագայում եւս հնարավորություններ կլինեն երիտասարդ քաղաքագետների ակումբի հետ համագործակցելու, նման հանդիպումներ ունենալու, երիտասարդների հարցերին պատասխանելու։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր էր ինձ, շնորհակալություն։